Բարդ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն օգոստոսի 21-ն է։ Այսօրվա մեր հաղորդման մեջ մենք ունենք խոսելու կարևոր հարցեր ինչպես Հայաստանից, այնպես էլ Ուկրաինայից, Իրանից համեմատաբար քիչ է, բայց ունենք խոսելու նաև Թուրքիա-Իսրայել վտանգավոր խաղերից, փաստացի այդտեղ ապագայում կարող է այնպիսի մի լարվածություն ստեղծվել, որից որ նույնիսկ կարող են ռազմական գործողություններ սկսվել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ։ Ես չեմ չափազանցնում, ոչ ոք չգիտի թե դա երբ տեղի կունենա, չեմ կարծում, որ այս պայդարությամբ կողմերից որևիցե մեկին ձեռնտու է այդ սցենարը այսօրվա դրությամբ, այս պահին, բայց իրավիճակը օրեցօր լարվում է, այդ մասին մենք կխոսենք, քանի որ բազմաթիվ հայտարարություններ կան, ինչպես Էրդողանի, այսինքն Թուրքիայի նախագահականից, այնպես էլ Թուրքիայի պաշտպանության նախարարի կողմից, Իսրայելի պաշտպանության նախարարի կողմից, տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչների կողմից Իսրայելում եւ Թուրքիայում։ Այսինքն իրավիճակը գնալով լարվում է, Թուրքիայի արտգործ նախարարությունը ակտիվ կապեր է որոնում, հանկարծ եթե պատերազմ սկսվի, ովքերով պետք է դուրս գան ընդդեմ Իսրայելի, այդպես է դուրս գալիս փաստացի, քանի որ շատ շտապ Թուրքիայի արտգործ նախարարը կապվել է իր Եգիպտոսի գործընկերոջ հետ, Սաուդյան Արաբիայի գործընկերոջ հետ եւ Սիրիային վերաբերող հարցեր, այսինքն արիք մանրամասն հերթով ամեն ինչ քննարկենք, մի խոսքով շատ կարևոր հարցեր կան քննարկելու, բնականաբար սկսում ենք Հայաստանից, հետո արդեն նոր կանդրադառնանք Ուկրաինա, Թուրքիա, Իսրայել, այդ թեմաներին։ Հիշեցնեմ կրկին բաժանորդագրվելու մասին, լայքի մասին, մեկնաբանության մասին հիշեցնեմ սիրելի հայրենակիցներ, մեկ հասարակ օրինակ։ Երեկվա մեր հաղորդումը դիտել է շատ ավելի քիչ մարդ թվով, մոտ 7000 կամ փոքր ավել մարդ է դիտել։ Դա նշանակում է մեկ բան, որ հիմնականում այն մարդիկ, ովքեր որ չեն բաժանորդագրված մեր ալիքին, նրանք չեն դիտել երեկվա մեր հաղորդումը, բաց են թողել։ Ես նույնիսկ հիմա կարող եմ նայել իմ մոտ եւ տեսնել, թե քանի տոկոսն է բաժանորդագրվածներից դիտել մեր երեկվա հաղորդումը եւ հստակ արդեն կերևա։ Բաժանորդագրվածների 79.5%-ն են դիտել մեր հաղորդումը եւ չբաժանորդագրվածների 25%-ը։ Սա նշանակում է մեկ բան, որ նրանք, ովքեր որ չեն բաժանորդագրված եղել մեր ալիքին, ուղղակի YouTube-ը իրեն չի ցուցադրել երեկվա մեր հաղորդումը։ Դրա համար եմ ես այս մասին անընդհատ խոսում։ Եթե ցույց տամ ուրիշ գրաֆիկներ, լրիվ ուրիշ պատկեր կունենանք։ Այսինքն կեսը բաժանորդագրված են, կեսը ոչ բաժանորդագրված եւ կարող են փոքր ավել լինեն բաժանորդագրվածները։ Մի խոսքով, եթե YouTube-յան ալգորիթմը որոշի, որ ձեզ չի ցուցադրելու, ու դուք բաժանորդագրված չեք, միանշանակ չի ցուցադրելու։ Իսկ եթե բաժանորդագրված եք, հավանականությունը աճում է, որ դուք դիտեք մեր հաղորդումը, իսկ եթե զանգակը եք, միանշանակ կտեղեկանաք, անկախ նրանից, թե YouTube-ի ալգորիթմը ցանկանում է, որ դուք դիտեք կամ չդիտեք կոնկրետ այս հաղորդումը։ Լավ, անցնենք գործի եւ անցնենք Հայաստանին վերաբերող հարցերին։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ բավականին ակտիվ կապեր են ստեղծվել։ Եվ ընդամենը 2 շաբաթների ընթացքում մենք բազմաթիվ հետաքրքիր քննարկելու թեմաներ ունենք հայ-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ։ Հիշում եք Զելենսկիի եւ Փաշինյանի հեռախոսազրույցը, հիշում եք Հայաստանի փոխարտգործ նախարարի այցը Կիև, արտգործ նախարարների միջև հեռախոսազրույցը, Ուկրաինայի արտգործ նախարարը զանգահարել էր Արարատ Միրզոյանին եւ շնորհավորել էր նրանց, բացի Ռուբեն Ռուբինյանը իր գործընկերոջ հետ խոսել եւ շնորհավորանքեր ստացել, ես կարծում եմ էլի բաց թողի, էլի կապեր են եղել այս երկու առավելագույնը 3 շաբաթների ընթացքում եւ հիմա մենք տեսանք Արարատ Միրզոյանի շնորհավորանքը իր գործընկերոջ Անդրեյ Սիբիգային, այսինքն Անդրեյ Սիբիգան վերանշանակվեց Ուկրաինայի արտգործ նախարար եւ Արարատ Միրզոյանը շատ ջերմ շնորհավորանքներ հղեց Անդրեյ Սիբիգային եւ մենք տեսանք նաեւ շատ կարեւոր ու ջերմ պատասխանը Անդրեյ Սիբիգայի Ուկրաինայի արտգործ նախարարի կողմից։ Ու անկեղծ ասած շատ դրական ջերմ
հաղորդագրություն կա կոնկրետ Ուկրաինայի արտգործնախարարի կողմից, նա շատ խորը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին, ասել է, որ ինքը բարձր է գնահատում Հայաստանի եւ Ուկրաինայի միջև երկկողմ կապերը, ընդհանուր կարևորություն ներկայացնող հարցերի նկատմամբ, հետաքրքրությունը կապերի ամրապնդումը պետության եւ կապերի ամրապնդումը պետությունների եւ ժողովուրդների միջև եւ վերջում նաեւ Անդրեյ Սիբիրյան հույս է հայտնել, որ այս կապերը շարունակական կլինեն եւ կխորանան։ Հայաստանի մասին խոսելիս չեմ կարող երեկվա մեկ կարևոր հաղորդագրության կողքով անցնել, որը վերաբերվում է Հայաստանի տնտեսությանը։ Տնտեսությունը չափազանց կարևոր կետ է, հաստատի եթե տնտեսությունդ ամուր է, դու կարող ես ամրացնել թե զինված ուժերդ, թե պետական տարբեր ինստիտուտները, մարդկանց կյանքի վիճակն է բարելավում, այսինքն տնտեսությունը կարելի ասել, որ պետության շարժիչ ուժն է եւ մենք տեսնում ենք, որ 2026 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակում աճ է փաստացի գրանցվել, հստակ նշվում է, որ աճը գրանցվել է 6.7%-ով տնտեսական աճ, ու չնայած նրա, որ Ռուսաստանը այդքան ծանր էմբարգո էր կիրառում Հայաստանի նկատմամբ, հայկական ապրանքների նկատմամբ, 6.7%-ով մենք ունեցել ենք տնտեսական աճ։ Սա միանշանակ կարևոր ցուցանիշ է, հատկապես այն ֆոնին, թե ինչ իրավիճակում է հիմա գտնվում Ռուսաստանի տնտեսությունը, որ այդպիսի պատժամիջոցները մտցնում Հայաստանի նկատմամբ, բնականաբար Հայաստանի նկատմամբ մտցվող պատժամիջոցների պատճառով չէ, էմբարգոների պատճառով չէ, որ Ռուսաստանի տնտեսությունը այդ վիճակում է, բայց նաև այդ թվում ինչ որ միտեղ իրենց անհերատես քաղաքականությունը հանգեցնում է դրան, այդ թվում նաև Հայաստանի մասով, ինչու՞ չէ։ Եվ այստեղից մեկ կարևոր ենթադրություն կարող եմ ես հստակ անել, որ Հայաստանը շատ արագ կարողացավ գտնել դիվերսիֆիկացիայի ուղիները եւ չթողեց, որ մեծ ինչ որ տնտեսական վնաս եւ չթողեց միանշանակ, որ մենք մեծ տնտեսական վնասներ կրենք։ Այսինքն ռուսական էմբարգոն մեծ շատ վնաս չի կարողացել հասցնել, մենք մոտ 7%-ով նույնիսկ աճ ենք կարողացել ունենալ։ Հիմա կարևոր է անդրադառնալ մնացած հարցերին։ Երեկվա մամլո ասուլիսը Փաշինյանի կարևոր էր բավական եւ մի քանի կարևոր կետ այդտեղից ես առանձնացրի, չեմ կարող ուղղակի այդ ամենի կողքով անցնել, հաշվի առնելով նաեւ այն, որ այսօր Կատրիշ Ներսիսյանի ծննդյան օրն է եւ երեք շատ կարևոր մի քանի հայտարարություն հնչեց Փաշինյանի կողմից, կոնկրետ Կատրիշ Ներսիսյանի մասով։ Փաշինյանը ասում է, որ մենք արձանագրում ենք, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին Կատրիշ Ներսիսյանի ձեռամբ կանոնական ծիրից դուրս է բերվել։ Եվ այստեղ օրակարգ կա, որը որ պետք է հասցեագրվի։ Օրակարգը գրված է կառավարության ծրագրում։ Հա, հիմա քննարկում կա Հայաստանում, թե այս ինչ է գրված կառավարության ծրագրում կամ նախընտրական ծրագրում կար նման բան, բայց իրոք հայ առաքելական եկեղեցու վիճակը ցավոք սրտի ողբերգական է, եւ այդ ողբերգական վիճակին ենք մենք հասել բավականին երկար։ Տասնամյակներով մենք հասանք այս իրավիճակին եւ այսօր նաեւ տեսանք Լուկաշենկոյի շատ ջերմ շնորհավորանքները Կատրիշ Ներսիսյանի հասցեին։ Պարզ է, չէ, ովքեր են շնորհավորում, ինչի համար են շնորհավորում եւ ինչի են այդքան ողջևորված ձևով շնորհավորում։ Նախ փորձում են ցավացնել Հայաստանի իշխանություններին եւ դրանից բացի կրկին իլուր ամբողջ աշխարհի հստակ հայտարարում են, որ Կատրիշ Ներսիսյանը իրենցն է։ Կարծես Պուտինի նախագահականից լիներ այդ շնորհավորական խոսքը, դե ինչ տարբերություն, եթե Զախարովան արտգործնախարարության ներկայացուցիչն է, ապա ինչ չի կարող ասել Պեսկովը, կարելի ասել նախագահի գրասենյակից հատուկ հանձնարարություններով ելույթ է ունենում արդեն Լուկաշենկոն, Բելարուսիայի գուբերնատոր Լուկաշենկոն։ Սակայն մեկ բան շատ կարևոր է այստեղ արձանագրել, ու եթե Փաշինյանը անկեղծ է, միանշանակ ողջունելի է, նա երեք ասել է, որ որևէ քահանա չի կարող լինել նիկոլական, սամվելական, ռոբական, նա պետք է լինի հիսուսական։ Հույսով եմ պարզ է, թե ինչ է ասում։ Փաշինյանը հետո ասում է, թե Կատրիշ Ներսիսյանը ռոբասերժա սամվելական է,
Եվ դա եւս կարծում եմ իրականությանը հստակ համապատասխանում է, այսինքն իր գործողություններից, հայտարարություններից ելնելով մենք շատ հստակ կարող ենք գալ այդ եզրահանգման, նաև թե ինչպես է շնորհանշաններ ստանում Ռուսաստանի Դաշնությունից, Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն այցելելով եւ այլն եւ այդպես շարունակ։ Մի խոսքով իմաստ չունի խորանալու, կարևոր է մեկ անգամ եւս արցանագրենք, որ հայ առաքելական եկեղեցին առողջանալու կարիք ունի։ Որևիցե երկրի հատուկ ծառայությունների ազդեցության ներքո չպետք է լինի հայ առաքելական եկեղեցին։ Իսկ կրկնեմ, որևիցե երկրի հատուկ ծառայությունների ազդեցության տակ չպետք է լինի։ Լինի դա Միացյալ Նահանգները կամ եվրոպական ինչ-որ երկիր ու Ռուսաստանի Դաշնությունը։ Մնացած հայտարարությունները եւս կարևոր են, քաղաքական մեկ հայտարարություն, այս հայտարարությունը արվել էր, բայց կարևորը մեկ անգամ եւս, որ այս հայտարարությանը մենք անդրադառնանք, որ եթե հենց հիմա էլ Ռուսաստանի Դաշնությունը 100%-ով բացի իր շուկան, մենք լրացուցիչ ջանքեր կգործադրենք դիվերսիֆիկացիայի համար, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ այստեղից հստակ մեկ եզրահանգման ենք մենք հանգում, որ Հայաստանի Հանրապետությունը խաղել է դասեր եւ ես շատ հույսով եմ, որ այդ ճանապարհից չի շեղվի Հայաստանի իշխանությունը։ Եվ հայտարարություններով մենք դա ենք տեսնում։ Համենայն դեպս հայտարարությունները այդ մասին են ասում եւ նաեւ այն ցուցանիշները, որոնք որ մի քանի օր է հրապարակվում են։ Հիշում եք, երեք մենք խոսեցինք այն մասին, թե Եվրամիության հետ ինչքան մեծ առևտրի աճ է գրանցվել այս ամիսների ընթացքում։ Իսկ մինչև վերջ չի ներառված հուլիս-օգոստոս ամսվա առևտուրը Եվրամիության հետ եւ մենք հստակ 80%-ով աճ ենք տեսնում այդտեղ։ Մեկ կարևոր հարցի եւս շատ արագ անդրադառնամ, երկար չծախսեմ դրա վրա ժամանակը, կարևոր է որ եվրոպական ինտեգրացիայի հարցով ազգային ժողովում հանձնաժողովի նախագահ չի ընտրվել ընդդիմության ներկայացուցիչը, այլ ընտրվել է իշխանության ներկայացուցիչը, այսինքն հիմա եվրոպական ինտեգրացիայի հարցով Հայաստանի խորհրդարանում շատ լավ է, որ չի զբաղվելու ընդդիմության ներկայացուցիչը, այստեղ էլ կարելի ասել մի քարել ընկավ, դա բավականին կարևոր հարց էր, բայց սրա կողքով կարծում եմ շատ արագ պետք է անցնել, քանի որ այլ ուրիշ հարցեր նույնպես ունենք քննարկելու։ Ինչպես գիտեք, երեք Զախարովան բրիֆինգ էր հրավիրել կրկին հարց պատասխանի ժամանակ անդրադառնում էր տարբեր հարցերի Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջանից էլ են նեղված Վրաստանի մասով հետաքրքիր հայտարարություն է արել Զախարովան եւ կարծում եմ այս հրան պետք է անդրադառնալ։ Զախարովան ասում է, որ Մոսկվան հույս ունի, որ Վրաստանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն ռուսաֆոբիան կանխելու եւ ռուս զբոսաշրջիկների անվտանգությունը ապահովելու համար։ Նա ասում է, որ հակառուսական դրսևորումները պետք է հետաքննվեն եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Այս վերջի մասը ընդհանրապես ինչ է ասում Զախարովան։ Փաստացի միջամտում է Վրաստանի ներքին գործերին, ասում է, որ մեղավորներին արագ պատասխանատվության ենթարկեք։ Բայց ինչի կան հակառուսական տրամադրություններ Վրաստանում։ Վրաստանի հասարակությունը իր բացարձակ մեծամասնությամբ Վրաստանը ժողովրդավարական երկիր է, ժողովրդավարական երկրում մեծամասնության խոսքը շատ մեծ նշանակություն պետք է ունենա։ Բացարձակ մեծամասնությունը ատելությամբ է լցված կոնկրետ Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ։ Քանի որ Ռուսաստանի իշխանությունների ձեռքի գործներ, որ Աբխազիայի եւ Օսեթիայի հետ նման բան տեղի ունեցավ։ Ռուսաստանը օկուպացրեց Վրաստանի տարածքները, բայց հասարակ ժողովրդի նկատմամբ մինչև հիմա ես չէի հիշում, որ ատելություն լիներ։ Այսինքն ռուս հասարակ ժողովրդի նկատմամբ ես չէի տեսել, որ Վրաստանում լիներ ատելության դրսևորում։ Այնինչ հիմա եղավ Ռուսաստանից Վրաստան եկող տուրիստների պատճառով է։ Չեմ ասում բոլորի։ Սա շատ կարևոր է նշելը։ Հասարակ մարդիկ, ովքեր որ չեն սադրում, պատասխանել չեն ստանում։ Բայց կան այնպիսի խմբեր, ովքեր որ իրենց երաժշտությամբ, իրենց գռեհիկ պահվածքով սադրում են վրաց բնակչությանը եւ դրա համար այսպիսի տրամադրություններ են առաջացել Վրաստանում։ Եվ կրկնեմ, դա նաեւ գլոբալ Ռուսաստանի Դաշնության քաղաքականության մաս է։
երբ որ ռուս տուրիստը գալիս է Վրաստան եւ հատուկ լրփաբար այնպիսի բաներ է անում, որը որ միանշանակ վիրավորում է վրացու ինքնասիրությունը եւ ազգային արժանապատվությունը, տեղի են ունում այդպիսի դերսևորումներ։ Եվ դրա համար լավ կլինի Զախարովան տեսնի թե հիմքը որտեղ է, պատճառները որտեղ են, ինչի պատճառով է այդ ամենը տեղի ունենում Վրաստանում։ Կրկնեմ, ես չեմ տեսել, որ հասարակ ռուս տուրիստների նկատմամբ ինչ որ ատելության դերսևորում լինի, չեմ ասում չկա։ Ես անձամբ ականատես չեմ եղել, բայց ինչ տեսնում եմ սոցիալական ցանցերում, կոնկրետ հասցեական դա իրենց երաժշտության պատճառով է, երաժշտությունն էլ պրոպուտինյան, կարծես սադրող երաժշտության մասին է կոնկրետ խոսքը եւ իրենց գարեհիկ պահվածքի, այսինքն ովքեր որ գարեհիկ պահվածք են ցուցաբերում, արժանանում են ահա այդպիսի պատասխանի։ Չեմ ասում որ լավ է, բայց վրաց հասարակությունը կրկնեմ ունի իր ազգային արժանապատվությունը եւ պատասխանում է ըստ իր ազգային արժանապատվության։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ անցնենք Ուկրաինային վերաբերող հարցերին, հետո արդեն կքննարկենք թե ինչ կա Իսրայելի եւ Թուրքիայի շուրջ։ Ուրեմն այսօր օգոստոսի 21-ը Կիևում ՍԿ օրը երեկվա հրետիրակոծության եւ դրոնային հարձակման պատճառով Ռուսաստանի զոհերի թիվը Կիևում արդեն հասավ 15-ի, բազմաթիվ վիրավորներ կան, շատ ողբերգական իրավիճակ է Կիևում եւ կարելի է հստակ արձանագրել, որ հիմա Ուկրաինայի ամենաթույլ տեղը դարձել է հակաօդային պաշտպանությունը, քանի որ Միացյալ Նահանգները չեն տրամադրում փաստացի մինչև այս պահը համենայն դեպս այն քանակով Պետրիոտ համակարգեր, որքանով որ պետք է Ուկրաինային, որ կարիքը որ Ուկրաինան շատ ու շատ ունի։ Ռազմի դաշտում, այսինքն առաջնագծում իրավիճակը բավականին ստաբիլ է։ Մենք այդ մասին քանի օր է խոսում ենք։ Ռուսները հայտարարում են ինչ-որ փոքր գյուղի գրավման մասին, այդ գյուղը մեկ ասում են գրավված է, հետո կրկին չեն կարողանում գրավել։ Հարցը նրանում է, որ Ռուսաստանը չի կարող լուրջ առաջընթաց ունենալ։ Ռուսաստանը արդեն այլ հնարքներ է ման գալիս, որպիսի մարդկանց ոգևորի, ռազմի դաշտ ուղարկի։ Հիմա էլ ռուս զորավարի գերեզման են բացել 600-ամյա, Պուտինը անձամբ է գնացել մասնակցել, նրա մասունքներն են ուղարկելու առաջնագիծ, որպիսի կարողանան ինչ-որ հաջողություններ ունենալ առաջնագծում։ Ահա այդքան իրավիճակը ողբերգական է Ռուսաստանի համար։ Մենք նաև տեսնում ենք ուկրաինական հերահար պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ եւ ասեմ, որ հիմա համատարած Ռուսաստանի եվրոպական մասում եւ ոչ միայն նաեւ կենտրոնական հատվածներում կրկին սկսվել է բենզինի մեծ ահռելի պակաս, մեծ հերթեր են գրանցվում բենզինի համար, բենզին չկա համատարած, Մոսկվան նույնպես արդեն բարդ իրավիճակում է, այսինքն կրկին նույն պատկերը վերադարձավ 1 ամիս մոտ, 1 ամիս անց, որը որ կար Ռուսաստանի Դաշնությունում։ Եվ Պուտինը ասում է, որ ոչինչ էլ չկա, ամեն ինչ շատ նորմալ է, ճիշտ է մեզ հարվածում են, բայց ասում է կրիտիկական չէ իրավիճակը։ Դե իր մեքենաները բենզին ունեն, ինքան ընդհանրապես խնդիր չունի եւ եթե այցելում է, բնականաբար այցելում է այն շրջանները Ռուսաստանի, քանի որ Ռուսաստանը շատ մեծ է, արևելյան Ռուսաստանի հիմնականում, որտեղ որ դերևս ուկրաինական անթաչուտարչող սարքերը չեն հասնում։ Այսօր մենք տեսանք մեկ հետաքրքիր տեղեկություն այն մասին, որ Ուկրաինան դիմել է Իլոն Մասկին, կոնկրետ Իլոն Մասկին, որպեսզի Մասկը թույլատրի Starlink-ի աշխատանքը ուկրաինական այն անօթաչու սարքերի համար, որոնք որ հարվածներ են պատրաստվում հասցնել 200 կիլոմետր հեռավորության վրա բալիստիկ հրթիռների արձակման ենթակառուցվածքներին։ Ճիշտ է, կան տեղեկությունները, որ Starlink-ը աշխատում է ուկրաինական դրոնների համար, բայց երևի ոչ 200 կիլոմետր հեռավորության վրա այդ ուղղություններով եւ երևի ես որքան հասկանում եմ, նույնիսկ առանց Starlink-ի Ուկրաինան կարողանում է հարվածներ հասցնել, քանի որ այսօր օրինակի համար Պերմում ուկրաինական ԱԹՍ-ն խոցել է 1600 կիլոմետր հեռավորության վրա նավթի վերամշակման գործարան, այս մասին հաստատել է Զելենսկին, որ այդ խոցումը տեղի ունեցել է, բայց այս հաղորդագրությունը այնուամենայնիվ կա, որ իրենք դիմել են
Իլոն Մասկին, որպեսզի Starlink-ից օգտվելու հնարավորություն ունենան, որովհետև ես որքան հասկանում եմ, Starlink-ը ավելի մեծ ճշգրտություն է տալիս ուկրաինական դրոններին եւ ավելի ճշգրիտ հարվածներ կարողանա հասցնել Ուկրաինան, եթե Մասկը դա թույլատրի։ Իհարկե կարող ենք խոսել նաև քաղաքական իրավիճակից Ուկրաինայի շուրջ, բայց շատ չէի ցանկանա այդ ամենի մեջ խորանալ, ճիշտ է, նախորդ անգամ ասացի, որ նախկին պաշտպանության նախարար Ֆյոդորովը հայտարարություններով է հանդես եկել, պահանջում է նախագահական ընտրություններ, ՆԱԲՈ-ն եւ ՍԱԲ-ն են ակտիվացել, ձերբակալություններ են, կրկին քթները խոթում են նախագահի աշխատակազմի մեջ, հետաքրքիր է դա ում հրահանգով է տեղի ունենում։ Մեկ-մեկ ինձ թվում է եւ եթե թվում է ինձ ամենայն հավանականությամբ այդպես էլ կա, որ եվրոպական որոշ երկրների իշխանություններ կամ ընդհանուր Եվրոպայի կամ հնարավոր է նաեւ ինչու՞ չէ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այնտեղ, Կայա Կալասը, Պոշտան բոլորը վախենում են Զելենսկիի հեղինակությունից։ Տեսնում են, որ իրենց հեղինակությունից անգամներով ավելին է Զելենսկին եւ դրա համար փորձում են այդպիսի գործողություններով թուլացնել Զելենսկիի հեղինակությունը եւ ուժը։ Սա ես հատուկ նպատակով եմ ասում, որպեսզի դա եւս մենք հաշվի առնենք։ Միայն Ուկրաինան չէ, ուրիշ տեղերում նույնպես ես դա տեսել եմ, չեմ ուզում կոնկրետացնել, դրանից բնականաբար որևիցե շահ չունեմ, որ կոնկրետացնեմ, բայց կարևոր է դա ընդունել եւ հասկանալ։ Եվ չբացառել, որ նման բան հնարավոր է։ Սակայն նույն ժամանակ մենք տեսնում ենք, թե որքան ճկուն եւ խելացի քաղաքականություն է վարում Զելենսկին։ Մի խոսք չի խոսում դրա մասին։ Շատ լավ գիտի, շատ լավ հասկանում է, միայն շնորհակալություն է հայտնում արևմտյան երկրներին, գիտեք ինչի համար, որովհետեւ եթե հակառակ ձևով վարվի, ինքը միանշանակ վնաս կհասցնի Ուկրաինային եւ Ուկրաինան կարող է պարտություն կրել այդ պատերազմում։ Դրա համար լռում է Զելենսկին եւ անում է այն, ինչ թելադրում է Ուկրաինայի պետական եւ ազգային շահը։ Սա եւս շատ կարեւոր է, որ մենք հասկանանք եւ ինչ որ միտեղ նույնիսկ սովորենք Զելենսկիից։ Հիմա առաջարկում եմ խոսել, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայի եւ Իսրայելի միջև։ Սա շատ հետաքրքիր թեմա է եւ կարծում եմ դառնում է շատ կարեւոր ուղղություն մեր հաղորդումների համար։ Մենք տեսնում ենք, որ հետևողականորեն լարվում են Թուրքիայի եւ Իսրայելի միջև հարաբերությունները։ Ապագայում ես չեմ բացառում, որ կրկնեմ, ռազմական բախում տեղի ունենա Իսրայելի եւ Թուրքիայի միջև։ Դեռևս ոչ Իսրայելի, ոչ Թուրքիայի շահերից չի բախում, որ հենց հիմա նման բախում տեղի ունենա։ Հենց հիմա պատերազմ սկսվի Թուրքիայի եւ Իսրայելի միջև։ Սակայն նույն ժամանակ կարող է իրավիճակը այնպես զարգանալ, որ կողմերը նույնիսկ չկարողանան վերահասկել այն ամենը, ինչ փորձում են վերահասկելի դարձնել։ Սիրիայում 2 օր առաջ իսրայելական հարվածի մասին գիտեք, այդ մասին ես 2 օր է մանրամասն խոսում եմ։ Հիմա հետաքրքիր է, որ պաշտպանության նախարարությունների մակարդակով արդեն արվում են հայտարարություններ։ Սրա մասին մենք չենք խոսել, քանի որ սա ես տեսա 3 եւ 3-վա հայտարարություններ են։ Մենք խոսեցինք Սիրիայի արտգործնախարարության հայտարարությունների մասին, Նետանյահուի հայտարարությունների մասին անդրադարձ եղավ մեր հաղորդման ընթացքում, դերևս Էրդողանը լռում է, բայց իր աշխատակազմից հայտարարություններ կան։ Այսինքն կարևոր հայտարարություններ են եղել Թուրքիայի պաշտպանության նախարարի կողմից, Իսրայելի պաշտպանության նախարարի կողմից, ինչպես նաև Էրդողանի գրասենյակից, բայց ոչ կոնկրետ Էրդողանի կողմից։ Եվ սկսենք առաջինը Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունից։ Թուրքիայի պաշտպանության նախարարի կարծիքով Իսրայելը մեկուսացման մեջ է, միջազգային մեկուսացման, դրա համար այդպես է վարվում, ագրեսիվ է վարվում։ Եվ քանի որ իզոլյացիայի մեջ է, այդպիսի ագրեսիվ պահվածքով ինքը վտանգի է ենթարկում տարածաշրջանի ստաբիլությունը, անվտանգությունը եւ միասնությունը, Սիրիայի միասնությունը։ Թուրքիայի պաշտպանության նախարարը հստակ արձանագրում է, որ այդ հարվածը սիրիական ենթակառուցվածքներին հարձակում էր Սիրիայի սուվերենության, տարածքային ամբողջականության նկատմամբ։ Դրանից բացի ինքը հստակ արձանագրում է, այսինքն իր հայտարարությամբ
իր հայտարարությունից այդպես է ամենայն դեպս երևում, որ այնտեղ որևիցե թուրքական պատվիրակություն չի եղել եւ Թուրքիայի պաշտպանության նախարարը կոչ է անում Իսրայելին վերջ տալ նման գործողություններին եւ վերադառնալ միջազգային իրավական դաշտ։ Իսրայելի պաշտպանության նախարարը շատ ավելի կոշտ է հայտարարությամբ հանդես եկել եւ առաջին անգամ չէ, որ Իսրայելի պաշտպանության նախարարը ուղիղ դիմում է Թուրքիայի նախագահին։ Պաշտպանության նախարարը, երբ որ դիմում է նախագահին, դա պետք է լինի նվաստացուցիչ առնվազն Էրդողանի համար։ Ոչ թե Նետանյախուն է խոսում Էրդողանի մասին, ճիշտ է Նետանյախուն էլ է խոսում, բայց պաշտպանության նախարարը իրեն թույլ է տալիս խոսել Էրդողանի մասին, եւ դա արվում է միտումնավոր։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը քննադատել է Թուրքիայի նախագահին, հայտարարելով, որ Էրդողանը Անկարան ներքաշում է Սիրիայում վտանգավոր արկածախնդրությունների մեջ։ Իսկ միայն այս նախադասությունից ամեն ինչ պարզ է դառնում, որ Թուրքիան ներքաշում է Սիրիան շատ վտանգավոր խաղի մեջ։ Կացի խոսքերով Թել Ավիվը թույլ չի տա, որ որևէ պետություն Իսրայելի անվտանգությանը սպառնա։ Եվ նա շարունակում է, որ ավելի լավ կլինի, որ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում շարունակի դատարկ եւ անհեթեթ հայտարարություններով հանդես գալ Իսրայելի նկատմամբ, քան թե փորձի իրականում ստուգել Իսրայելի պաշտպանությունը, այդպիսի գրառում էր կատարել իր X-ի բլոգում Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Ինքն հստակ, եթե մենք նորմալ սա փորձենք վերլուծել, հստակ վիրավորական պետք է լինի Էրդողանի համար, որ իրեն նախ դիմում է Իսրայելի պաշտպանության նախարարը եւ խորհուրդ է տալիս շարունակել հակաիսրայելական հայտարարություններով հանդես գալ խորհրդարանում, բայց նույն ժամանակ չփորձել դիմել իրոք գործողությունների Իսրայելի նկատմամբ, Իսրայելի շահերի նկատմամբ, Իսրայելի պաշտպանունակության նկատմամբ։ Սա նաև շատ կոշտ զգուշացում Էրդողանին, հասկացնում է, խոսում ես ներքին լսարանի համար, խոսակ ու ներքին լսարանի համար, բայց իթդ մի խոթի Սիրիա եւ մի ստեղծի այնտեղ բազա, որը որ ապագայում կսպառնա մեզ, այսինքն իրենց, ոչ թե մեզ։ Իսրայելը իհարկե նկատի ունեմ։ Թուրքիայի նախագահականից էլ եղավ հայտարարություն եւ Թուրքիայի նախագահականից նույնպես կարծում եմ, որ Իսրայելը միջազգային մեկուսացման մեջ է եւ դրա համար այդպիսի գործողությունների է դիմում։ Եվ այդ հայտարարությունը արվում է Էրդողանի ադմինիստրացիայի կոմունիկացիաների մասով պատասխանատուի կողմից ու կոնկրետ Բուրխանեդին Դուրանը ասում է, որ այն սպառնալիքները, որոնք որ հնչեցնում է Նետանյահում, դա հստակ ցուցադրում է մեկ բան, որ իրենք գտնվում են միջազգային իզոլյացիայի մեջ, մեկուսացման, այսինքն մեջ։ Նա նաև պարզաբանում է, որ Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի դիմակայի այն ապակայունացնող գործողություններին, որոնց որ դիմում է Իսրայելը, եւ այստեղ նա հիշատակում է ինչ որ ցեղասպանություն, երևի կրկին նկատի ունենալով Պաղեստինի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը եւ հստակ արձանագրում է, որ Թուրքիան կշարունակի աջակցել տարածաշրջանային պետություններին, հատկապես Սիրիային։ Այստեղ կարևոր է նաեւ անդրադառնալ Թուրքիայի արտգործ նախարարի հեռախոսազրույցին իր Եգիպտոսի գործընկերոջ հետ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի արտգործ նախարարի հետ։ Եվ այդ հաղորդագրությունից մենք տեսնում ենք, որ կողմերը կոնկրետ Գազային վերաբերվող հարցեր են քննարկել, թե ինչպես կարելի է Գազայում կարգավորման հասնել, ինչպիսի քայլեր է պետք դրա համար իրականացնել, քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը եւ Հորմուզի նեղուցը։ Սիրիայում ստեղծված իրավիճակը բնականաբար վերաբերվում է Իսրայելի վերջին հարվածներին, հատկապես այլ հարցեր նույնպես կարող են քննարկել Սիրիայի մասով, բայց հիմնականում դա է։ Եվ սա քննարկել է, ինչպես արդեն նշեցի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի արտգործ նախարար միասին են քննարկել, ինչպես նաեւ քննարկել են Հորմուզի նեղուցին վերաբերվող հարցեր։ Դրանից բացի վերջում կողմերը արդեն պայմանավորվել են ավելի ուժեղացնել իրենց կոորդինացիան բոլոր ոլորտներում։
Մերձավոր արևելքում էլի կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, օրինակի համար այսօր տեղի կացանք, որ Հութիները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկին, հենց բացի Իրանի շուրջ, այնպես չէ որ իրավիճակը շատ հանգիստ է, բայց Միացյալ Նահանգները հիմա փորձում է տնտեսական միջոցներով խեղդել Իրանը, բայց նույն ժամանակ Թրամփը մեկ բացառում է բանակցությունները, մեկ չի բացառում։ Տեսնենք, Իրանի շուրջ կարծես պաուզա է վերցվել, դերևս տնտեսական գործիքներով են փորձում խեղդել Իրանը, բայց ես կարծում եմ, որ ռազմական գործողությունները անխուսափելի են եւ ամենայն հավանականությամբ դրանք արդեն տեղի ունենան Իսրայելում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Հիմնականում ահա այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։